Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին։ Քննարկվել են բանկի կողմից հաստատված աջակցություն Ասիական զարգացման բանկի աղետների ռիսկի կառավարման 2024-ից 2030 թվականների գործողությունների ծրագրի իրականացմանը տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում նախատեսվող առաջնահերթ ուղղությունները։ Ծրագրի նպատակը Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման կարողությունների զարգացմանը, տվյալների հավաքագրմանը, աղետների ռիսկի գնահատմանը և տեխնոլոգիական համակարգերի ամրապնդմանը, ինչպես նաև սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացմանն աջակցելն է։ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես աղետների ռիսկի կառավարման ոլորտում, հստակեցնելով ներքին գործերի նախարարության մանդատը որպես ոլորտի քաղաքականություն մշակող և համակարգող դերակատարում ունեցող պետական կառավարման համակարգի մարմին, փոխնախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը և նշվել, որ նախարարությունն իր մանդատի շրջանակում համակարգում է ավելի քան 40 ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացը։ Քննարկման առանցքային ուղղություններից էր նաև աղետների ռիսկի վերաբերյալ տվյալների շտեմարանների ձևավորումը, ինչը կնպաստի տեղական ինքնակառավարման մարմիններից և մասնավոր հատվածից դեպի պետական կառավարման համակարգի մարմիններ տվյալների արդյունավետ հավաքագրմանն ու կառավարմանը։ Արմեն Մկրտչյանը կարևորել է տվյալների հավաքագրումը և վերլուծությունը GIS համակարգերի ներդրումը, կրթական և վերապատրաստման ծրագրերի, միջազգային լավագույն փորձի կիրառումը, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացման ուղղություններով համագործակցության ամրապնդումը։ Բանկի ներկայացուցիչները ողջունել են աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել և ընդլայնել համագործակցությունը։